Արմենուհի Գյուրեղյան։ Նախ Ալեն Սիմոնյանը գնաց, այստեղ նշվեց, թե ընդդիմադիրներն եկել են ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը վատն է, անկեղծ ասած, որ Նիկոլ Փաշինյանը վատն է, դա հայ ժողովրդի համար, թե Հայաստանում, թե Արցախայության մեջ, թե Սփյուռքում վաղուց ապացուցված է, նոր ապացույցի կարիք չկա, դա աքսիոմատիկ է։ Հիմա պարոն Աղազարյան, տեսեք, ըստ էության ձեր բջջային հեռախոսի բովանդակությունը հայտնվել է տարբեր մարդկանց մոտ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի մոտ, հա, բովանդակությունը, եւ երբ հարց ենք տալիս, թե չէ որ այդ հեռախոսը ըստ էության այսօրվա դատախազության վերված միջնորդագրի ապացուցողական հիմք է, այո, հեռախոսն է, որ ալեհավակ կայանի տարածքում է հայտնվել, դա որպես ապացուցողական հիմք, այսինքն ստացվում է, որ այս գործի շրջանակներում ապացուցողական հիմք հանդիսացող հեռախոսը հայտնվել է դուրս, այսինքն նախաքննական գաղտնիքի խախտում է եւ դատախազին երբ հարցնում ենք ինչու է այդ խախտումը կատարվել, հերոսաբար հրաժարվում է պատասխանելուց։ Հիմա դուք, պարոն Աղազարյան, դուք ձեր փաստաբանը դիմել եք արդյոք նման խախտումի կատարման բացատրության պահանջով, ինչու է խախտվել եւ կամ ընդհանրապես կարող է նման վարույթ կա, պարզապես դատախազը իսկապես չի ուզում միշտ նոր այս հարցի շրջանակում պատասխանել, կա արդյոք վարույթ, ինչու է իրականացվել այդ նախաքննական գաղտնիքի խախտումը, ինչպես է ապացուցողական հիմքը հայտնվել ուրիշի ձեռքում եւ դուք նման վարույթի շրջանակներում կանչվել, հարցաքննվել եք թե ոչ։ Շնորհակալություն, ուրեմն իմ հեռախոսը արգրավել է պարոն Քարամյանի եւ իմ հետ կապված այդ միջադեպի առիթով մեր կողմից նախաձեռնված, մեր կողմից միշտոցված վարույթի շրջանակներում այդ գործով է արգրավել եւ քննիչը հայտարարեց, պաշտոնապես հայտարարեց, որ դրահոսը պարունակությունը իրենց մենակ հետաքրքրում է միայն ու միայն, որպեսզի իրենք տեսնեն, դուք զանգահարել եք պարոն Քարամյանին կամ որևէ մեկին այս գործով, թե չէ, ուրիշ բան պետք չի, ասեմ լսի, այնտեղ լիք ուրիշ բաներ կա, ասի չնայած նայես նայի տղա ես, հիմա դու նայի, հարց չկա, բայց կարող է հանգած ուրիշների ձեռնի, պարոն Աղազարյան, ես ինչ եք ասում, եւ այո, եւ հետո դա հեռախոսս անօրինական ճանապարհով արդեն հայտնվել է այլ կառույցների մոտ, այլ անձանց մոտ։ Մենք փորձել ենք վարույթ հարուցել, դիմել ենք համապատասխան, ես չգիտեմ հետականությունը ոնց է, երևի դիմել ենք հակակոռուպցիոն, այնտեղ մերժել են, հետո դիմել ենք գլխավոր դատախազի, որ վարույթ չի հարուցել, թե ինչպես է եղել, որ այսինչ գործով հեռախոսս արգրավելու հետևանքով դրա արդյունքում հեռախոսս պարունակությունը հայտնվել է երրորդ մարդկանց մոտ եւ վարույթ չեն հարուցում, կարծեմ էլի մերժում ենք ստացել, որ հիմքեր չկան վարույթ հարուցելու։ Այո, մենք այդ ձանով զբաղվել ենք։ Արձագանք։ Պարոն Աղազարյան, ես արձագանք չունեմ, եթե դուք ինչ-որ բան ունեք ավելացնելու նախորդ հարցերի վերաբերյալ, որ կուզեիք ասեք, կարող եք։ Չէ, ես մի բան կասեմ, ասեք պարոն Սիմոնյանի ասած հետ կապված, որ ընդդիմադիրները փաստորեն օգտվում են այսպես կոչված սառիցից եւ ձեռքերը տաքացնում են, լավ են անում։ Հա, բայց ինչ պետք է անեն։ Իրանք էլ իրենց քաղաքական շահն են հետապնդում։ Եվ եթե այդ իրենց հարցադրումները կամ պատասխանները ինչ-որ իմաստով իրենց համար որպես քաղաքական դիվիդենդ պետք է ինչ-որ բան ավելացնի, բայց իրանք էլ քաղաքական գործիչներ են, իրանք այդ բանով պետք է զբաղվեն։ Ես անկեղծորեն ասում եմ, որ եւ իմ հարցազրույցներում եւ իմ ընդհանուր առմամբ պահվածքում աշխատել եմ շատ տոն չտալ այդ իրավիճակներին, որովհետև դա իմ համար էլ, ասենք, անընդունելի է։ Եվ շատ լիքը դեպքեր են եղել, որ ես եւ հրաժարվել եմ հարցազրույցներից, որոշ ալիքների մոտ եւ նաեւ զրույցներից, բայց բոլոր դեպքերում հիմա դա իրողությունն է։